Ինչպես եւ երբ ծնվեց սեփական բիզնես գործունեությունը սկսելու գաղափարը, դա ավելի շատ անհրաժեշտություն էր, թե գիտակցված ընտրություն։ Կասեի երկուսը իրար հետ, ինչի համար, որտեվ աշխատում էի այլ ընկերության կազմում, որոնց գործունեության ոճը ինձ դուրս չեկավ, քանի որ ես աշխատել եմ եւ ռուսական ընկերությունում, եւ մեր մեծ գործարանում, որտեղ ամենակարևորը կարգապահությունն էր եւ ճշգրիտ եզրակացություններ, գրագետ եզրակացություններ տալը։ Աշխատեցինք ինչքան հնարավոր է, մերը ներդրեցինք, բայց որ չընդունվեց, դուս եմ եկել ստիպված առանց որևէ ինչ-որ բաների եւ 2006 թվականի մայիսի 11-ին առաջի հավատարմագրումն եմ անցել։ Շատ դժվարությամբ ենք ընդունել 41 րոպե պահել էին, մենք ես մենակ հարցազրույց ունեցի այդ 15 նախարարության ներկայացուցիչները նստած են, քննության նման անցել եմ եւ պատվով դուրս եմ եկել դրանից եւ ստացանք հավատարմագիրը։ Դա իհարկե եւ անհրաժեշտություն էր, քանի որ սիրելիս է դա, որտեվ եւ աշխատանք չունեինք։ Այդպիսի լաբորատորիա չկար, երկրորդը մենք էինք դնում եւ անհրաժեշտություն էր, որպեսզի մեր ֆինանսական վիճակը ճշտվի, որպեսզի ճիշտ ուղի ընտրեինք եւ դա ցանկություն էր արդեն եւ դրեցինք մեր գործը ճիշտ է մեր դժվարությամբ, բայց հասել ենք։ Ինչն էր ամենաբարդը բիզնեսի առաջին տարիներին, հատկապես երբ որ այդ շրջանում Հայաստանը բավականին դժվար իրավիճակի մեջ էր։ Առաջ տարիներին ֆինանսականը վարկերով բոլորը ու չգիտես հետո ինչ կլինի։ Այդ ժամանակ 2006 թվականին կար իհարկե, բայց այդքան պահանջված չէր, ինչպես հիմա է։ Հիմա շատ պահանջված է մեր մասնագիտությունը։ Իսկ այն ժամանակ ոչ, ուղղակի դրեցինք, ասենք պետք է առաջ գնանք։ Ամուսինս ասեց միգուցե ուրիշ բան ընտրենք, ավելի լավ բան ընտրենք, ավելի եկամտաբեր, շատ արագ եկամտաբերություն, ասի ոչ, ես կուզենամ սայավ, ասես դե ուրեմն ես քեզ կօգնեմ։ Վարդան ինքը մասնագիտությամբ մեխանիկ է, մեր մասնագիտությունից բացարձակ շատ հեռու էր, եւ ես ասի, ես քեզ կսովորեցնեմ, իսկ հիմա ինքը իմ հետ վիճում է։ Շինարարության հարցերով մենք վիճում ենք։ Տիկին Աբաջյան, գիտեմ, որ ձեր շուրջը բավականին շատ տղաներ էին պատտվում այդ տարիներին եւ կուզենամ մի փոքր կիսվեք մեզ հետ, ինչպես ձեր ընտրությունը կանգ առավ հենց Վարդան Եղիազարյանի վրա եւ ինչպես եղավ առաջին սիրո առաջարկությունը։ Շատ գեղեցիկ արտաքինով, շատ խնամված Վարդանը, շատ վերինաշճանի, շատ հազվագյուտ, խելացի իհարկե կշռադատված եւ ինքը առաջարկություն շատ պատահական արեց։ Իհարկե իմ բոլորը շատ մարդիկ են պատտվում, իմ մտադրությունն այն էր, որ ես պետք է Անգլիա գնայի, այնտեղ պետք է շարունակեի իմ գործունեությունը, եղբորս մոտ հրավերք ունեի, ասեց ինչ Անգլիա, ինչ բան, արի ամուսնանանք, ասի քո հետ ես բացարձակապես, որ գալիս էր տուն, մեր տուն էր գալիս, ես խուսափում էի, մի տեղ գտնում էի, որ անպայման գնայի իրան չտեսնեի, այդպիսին է եղել, ու հանկարծ մի երեկո, երբ ծնողներս տանը չէին, ես այսպես նստած եմ բազգաթորի վրա եւ ինքը ծուկ չոքեց, ասեց այսպես բռնեց, ասեց չեմ թողնի մինչեւ չասես, չհամաձայնությունը չտաս։ Չասի ո՞նց թե համաձայնությունը չտա։ Ասեց հենց այդպես, մինչեւ ես գիտես որ ասեց նպատակից հասնում եմ։ Ասի Վարդան, ես բացարձակապես մտքովս չի ասում, մենք համարը 3 տարի իրար ծանոթ ենք եղել, շփվել ենք աշխատանքի բնույթով գնացել եկել, բայց ընդհանրապես մտքից ծայրով չի անցել, որ կարող է առաջարկություն անել եւ Աստծո կամքն էր դա։ Կյանք, ճակատագիր, Աստված, հավատում եք ճակատագրին։ Այո։ Կխոսեք ճակատագրի մասին, կյանքի եւ Աստծո գոյության։ Այո, ճակատագիր շատ ճիշտ բան է։ Ճակատագիր, որ ուզեցել եմ այլ ընտրություն անեմ, այլ ընտրություն եմ արել։ Բայց ասում եմ, փառք Աստծո, իսկ Աստծո գոյությունը իհարկե այն պահապան հրեշտակը որ կա, միշտ իմ կողքին է, ես զգում եմ իր գոյությունը, հայրս միշտ ասում էր դու շատ հաջողակ ես։ Եղբայրս որտեղ էր գնում, ասում է թալիսման, արի իրար հետ գնանք, դու մեկ այկար ամեն ինչ կհաջողի իմ հետ։ Իրոք լավ աստղի տակ եմ ծնվել, Աստված շատ չամարի, այո, իհարկե զգում եմ, այդ պահապան հրեշտակը միշտ կա, ինչ որ մի գործ բռնում եմ, ես զգում եմ, ինքը ասում է այո կամ ոչ։ Ճիշտ է, ինտուիցիայով չի կարելի ապրել, առաջնորդվել, բայց օգնում է շատ։ Այսքան ժամանակ փառք Աստծո չեմ սխալվել։